Չորրորդ օրն է, ինչ Նարեկ Սամսոնյանը իր հանդեպ անարդարացի որոշման համար ծայրահեղ միջոցի է գնացել, անժամկետ հացադուլ սկսել, այդպիսով բողոք արտահայտելով Վերաքննիչ դատարանի դեմ, որ որոշել է 3 ամիս ժամկետով երկարաձգել կալանքի ժամկետը։ Դուք սպասում եք, որ նման քայլի կդիմի Նարեկ Սամսոնյանը իր հանդեպ անարդարացի որոշման պարագայում։ Սպասելի էր Նարեկի բնավորությունն իմանալով, Նարեկին ծանոթ լինելով, սպասելի էր, որ պայքարի ինչ-որ տարբերակ պետք է ընտրել, որտեղ չէր կարող համակերպվել ինքը նման ապօրինության հետ, ասենք ապօրինություններ շատ են եղել, ծանոթ ենք եղել, որ սպասելի է եղել, որ պետք է ապօրինություն լինի, բայց որ այս աստիճանի անթաքույց, այն որ անգամ Վերաքննիչի որոշումը դատավորն անտեսեց, այն որ ընդհանրապես Նարեկի ելույթից հետո ինքը ոչ մի վայրկյան չմտածեց, ոչ մի ճշտող հարց չտվեց, ոչ մեղադրողներին, ոչ պաշտպանվողներին, այսինքն ինքը պատրաստի վճիռն ունեցած իր մտքում, իր ձեռքում արդեն եկել էր նիստերի դալիճ, դա շատ պարզ երևաց, ու շատ բնական է, շատ նորմալ է, որ Նարեկը պետք է որևիցե բան որպես բողոքի աներ, որևիցե քայլ պիտի աներ, ու ես կիսում եմ իր արածը, կիսում եմ իր արած քայլը, որտեվ չի կարելի համակերպվել նման բաների հետ, անգամ սեփական առողջության գնով։ Նրան տեղափոխել են պատժախոց, քանի որ բացակայել է հացադուլ անցկացնելու համար նախատեսված մեկ այլ խոց, 3 օր է արդեն անցել, ինչ-որ տեղեկություն ունեք նրա առողջական վիճակի մասին։ Դե առողջական վիճակի մասին պետք է գնահատական տան բժիշկները, ովքեր որ շատ լավ պատկերացում են ունենում, թե մարդ եթե օրինակի համար կոնկրետ 3 օրվա ընթացքում բան չի ուտում, սնունդ չի ուտում, ինչ վիճակի կարա լինի, որովհետև Նարեկին որ հարցնես, իր մոտ ամեն ինչ լավ է, ինքը իրան ընդհանրապես ված չի զգում, ու եթե ինչ-որ խնդիր ունենա, հաստատ Նարեկը դրա մասին անգամ ինձ չի ասելու։ Նենց որ ինքն ասում ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է։ Դե այդ պատժախոց տանելն էլ իմ համար սպասելի չէր, ճիշտը որ ասեմ, որովհետև էլի եմ ասում ցանկացած ապօրինությունն է ինչ-որ մի սահմանների ունենումը, որ դրանից հետո նույնիսկ այդ մարդիկ չեն մտածում, որ օրը գալու է, որ օրենքի առաջ բոլորն էլ պատասխան են տալու իրանց ապօրինի հրամանները կատարելու համար, ոչ այս մարդիկ ոնց որ շատ լուրջ են դրամադրված ու վստահ են, որ իրենք անպատժելի են, որ իրենց արածները այդպես մարսվելու է, որովհետև մեկը իրենց պատասխանատվության չի ենթարկելու դրանց համար։ Ինչպես են ձեր երեխաները արձագանքում հոր բացակայությանը եւ կալանքի երկարաձգմանը։ Դե կարոտում են երեխեքը, անընդհատ հարցնում են, ու հենց այդ օրն էլ որ գնացել էին ես դատարան, իրանք գիտեին, ասել էի գնում եմ դատարան, դատավորը պետք է որոշի, այսօր պապան տուն գալու է թե չէ, ու որ ես արդեն տուն եկա, երեխեքն ասում էին, մամա փաստորեն Նիկոլի դատավորն էր, հա դա։ Վայ։ Ասի Նիկոլի դատավորն էր։ Այսինքն դատարան գնալուց մի փոքր հույս ունեիք, որ գոնե ազատ կարձակվի կամ տնային կալանք վարչական միանշանակ, որովհետև եթե դուք էլ ծանոթ եք Նարեկի դատարանի դալիճում ունեցած ելույթին, ես էլ այդ ամեն ինֆորմացիան տիրապետելով, անգամ իրավաբանական կրթություն չունեցող արդարադատությունից կիլոմետրերով հեռու մարդու համար էլ ակնհայտ էր, որովհետև նախ որևիցե հանցանք չկա, կալանքի մեջ մնալու որևիցե պատճառ չկա, այսինքն Նարեկը կամ Վազգենը ազատության մեջ լինելով արդարադատության իրականացմանը ոնց պիտի խոչընդոտեին, այսինքն աբսուրդ նամանավան, երբ որ նմանատիպ գործով իրենց ոդկասթի գործով սա երկրորդ դեպքն է, որ քրեական վարույթը նախաձեռնվում ու առաջինով արդարացման դատական ակտ ունեն, ու հիմա էլ Նարեկը չնայած որ հայոյանքը ծանր վիրավորանքը ապակ իրականացված է մեր երկրում, բայց անգամ շարական բնույթի հայոյանք կամ տենց հայոյանքներ չի եղել, հատկապես Նարեկի կողմից չի եղել, տգեղ արտահայտություններ բնականաբար եղել է եթերում, բայց Նարեկի ասած այդ հետույքով բառով ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ դա կարելի է դիտարկել հանցանք ու ես կարծում եի, որ եթե դատավորը քիչ թե շատ
իր դիրքը հարգեր, մասնագիտությունը չասեմ, մասնագիտական պարտականությունները չասեմ։ Եթե փաստորեն sense ման դատավոր էր, որ նման բանի տակ ստորագրեց, նման ապօրինության տակ ստորագրեց։ Ինչ է կարծում հաջորդ դատական նիստերը ինչով կավարտվեն։ Արդյոք Նարեկի քայլը ինչ որ բան կփոխի գոնե դատավորի մոտ։ Չեմ կարող ասել, որովհետև այստեղ հստակ երևում է, որ իրանք քաղաքական պատվեր են իրականացնում, իրենք քաղաքական պատվեր տվողը ոնց որոշի, իրանք ցելանելու են։ Այստեղ փաստացի դատավորը ցույց տվեց, որ ինքը անկախ չի, որ ինքը պատվեր է կատարում, հրահանգ է կատարում, երևի թե ոչ թե պատվեր, այլ հրահանգ։ Ու այս դեպքում կանխատեսում չեմ կարող անել, որովհետև եթե մենք ապրենք իրավական երկրում, երբ որ դատական իշխանությունը իրոք լիներ անկախ, այլ ոչ թե Փաշինյանի նկարագրածը լիներ, հնարավոր կլիներ կանխատեսում անել ու հետո Նարեկ Նվազգինը ընդհանրապես ճաղերի հետևում չէին հայտնվել։ Բայց քանի որ իրավիճակը սենց է ու դատավորները ստորագրում են նման կեղտոտ բաների տակ, ոչ մի բան չեմ կարող կանխատեսել ես, ոչ որևիցե ակնկալիք էլ չունեմ։ Ոչ իրենցից, ոչ էլ իրենց հրաման տվողներից։